Տերը առատապես օրհնի, սիրելի քույրեր։ Գիտեք, այսօր մեր կոնֆերանսի խորագիրն է ապրիր, քանի դեռ ապրում ես։ Քանիսս ենք շատ հաճախ լսել մեռնեմ պրծնեմ, ես ինչ կյանք է։ Շատ։ Եվ դրա երկրորդ տարբերակն էլ կա։ Այս ինչ փուչ է, դատարկ է այս աշխարհը։ Երբ ենք գնալու տուն հանգստանանք։ Հավիտենական կյանք Հիսուսի հետ։ Մեկը ասում է Քրիստոսին չճանաչող մարդը, Աստծուն չունեցող մարդը, մյուսը ասում է փրկված քրիստոնյան, որը հուսահատված, հիասթափված գուցե, դեպրեսիաների տակ, ճնշումների տակ, երկուսն էլ բացառում են այս կյանքը։ Մեկը կարծում է, որ կմեռնի, կվերջանա, կգնա, կազատվի այս տառապանքներից, մյուսն էլ հավատում է, որ հավիտյան է ապրելու, հավիտյան հանգստանալու, այո, մենք հավիտյան հանգստանալու ենք, բայց երկուսն էլ բացասում են այս կյանքը, երկուսն էլ հերքում են այս կյանքը, երկուսն էլ չեն ուզում, հրաժարվում են այս կյանքից։ Մինչ այդ դա այդպես պետքա չլիներ։ Եվ երբ որ մտածում ես, հասկանում ես ախր ինչու են մարդիկ այսպես մտածում, այսպես ապրում, որովհետև ամբողջ աշխարհը լիքն է ցավով, տառապանքով։ Չկա այս աշխարհում մեկը, որ չհասկանա ինչա ցավը, չտեսնի ինչա արցունքները, ինչ են տառապանքները, արդարացի եւ ոչ արդարացի, տեղին եւ ոչ տեղին, անտեղի։ Բոլորն էլ ցավին տեղյակ են եւ բոլորն էլ գիտեն ինչա չարիքը։ Մենք դա ընտրեցինք։ Հասկանալով թե չհասկանալով, խաբվելով Եդեմի պարտեզում կատարվեց։ Մենք դա ընտրեցինք։ Գիտեք, սիրելիներ, նույնիսկ մանուկը, երբ որ ծնվում է, առաջին արձագանքը ռեակցիան կյանքին լացն է։ Ու ես երբեմն մտածում եմ, ասում եմ, տեսնես, եթե չմեղան չէր մարդկությունը, անեծքը չգար երկրի մեջ, մեղքը չլիներ, կարող է երեխաները ծիծաղելով ծնվեին։ Լացի հակառակը ծիծաղն է, չէ՞, բայց ով գիտի, դրա պատասխանը մենակ Աստված գիտի։ Հիմա ունենք այն ինչ ունենք, երեխան նույնիսկ կյանքի առաջին արձագանքը լացն է ու ցավն է։ Ու այսպես շատանում են ճնշումները ներսում, դրսում, այս աշխարհը փոթորկվում է, գնալով նայում ես շուրջդ, նամանավանդ հիմիկվա զարգացումները, աչքդ բացում ես, տեսնում ես, ազգ դեմ, ընտանիքի դեմ, հայրը որդու դեմ, որդին հոր դեմ։ Այսպես գնալով շատանում են ճնշումները ու հասկանում ես, որ ինչ-որ բան պիտի արվի, այս աշխարհն էլ է հասկանում, որ ինչ-որ բան պետք է արվի։ Բայց նրանք Աստվածաշունչն ասում է, խավարում գնացող ժողովուրդ են, խավարից գերի բռնված, խավարի կամքը անող, խավարով լցված եւ նաեւ խավարի մեջ գործող։ Ու դու հասկանում ես, էլ ինչ սպասես այդ մարդկանցից։ Ոչինչ չես կարող սպասես, միայն խավար է լինելու, իրենք էլ գուցե չեն ուզում, բայց այդպես է ստացվում։ Ու հասկանում ես, որ ինչ-որ բան պիտի արվի։ Ու այս մարդիկ Աստվածաշունչը կոչում է կենդանի մեռելներ, որոնք այդպես էլ այս կյանքը հերքելով, այս կյանքը խավար ապրելով, գուցե երբևէ չհասնեն հավիտենական կյանքի։ Բայց ես ուզում եմ այստեղ մի հատ մեծ եթե դնել։ Այստեղ կա մի հատ մեծ եթե։ Կարդանք Հռոմեացիների 8-րդ գլուխ 19-րդ համարը։ Որովհետև ստեղծվածների եռանդալից ակնկալությունը Աստծո որդիների հայտնությանն է սպասում։ Ստեղծվածները եռանդալից, ակտիվ կերպով, ինտենսիվ կերպով սպասում են Աստծո որդիների հայտնությանը։ Իմ եւ քո հայտնությանն են սպասում, հայտնվելուն են սպասում։ Սպասում են, երբ ենք մենք այն լույսը, որ կրում ենք, իրենց փոխանցելու։ Երբ ենք, որ ժամանակին մենք էլ գնում ենք այս օդի իշխանի ուզածի պես, կապանքներում, նեղված, ջարդրված, տրորված, խաբված, ջղայնացած, վիրավորված, նեղված։ Երբ ենք մենք հայտնվելու, որպիսի իրենց օգնենք։ Ստացվում է, սիրելիներ, խավարում գնացող ժողովրդի համար մատակարարողներ կան։ Փրկությունը տվողներ կան։ Խավարում գնացող ժողովուրդը լույս պիտի տեսնի։ Իմ եւ քո լույսը, Հիսուսն ասեց, դուք եք այս երկրի աղը, դուք եք այս երկրի լույսը։ Եթե աղը մեր մեջ անհամանա, ասում է, էլ ինչով կաղանվի մնացած շուրջ բոլորը։ Եթե մեր լույսը տկարանա,
Բա էլ ինչով մենք կկարողանանք լուսավորվենք եւ լուսավորենք, սիրելիներ։ Ու մի հարց եմ ուզում հնչեցնել։ Ու շատ անգամ, մինչև հարցս հնչեցնելը, ուզում եմ ասեմ, որ հենց սա էլ գլխավոր պայմաններից մեկն է, որ ես ու դու որպես լույսի զավակներ թիրախավորվում ենք, որ քո լույսը խավարի եւ քո աղը անհամանա, որ դու դադարես ազդեցություն բերել ու սկսվում են հարցակումները, սկսվում են ամեն ինչ սլաքները ուղղվում են իմ եւ քո դեմ որպես լույսի զավակներ։ Ու այդ հարցը, որ ուզում եմ տալ այսօր, սիրելիներ, ապրում ենք մենք այսօր որպես կյանքը կրողներ, կյանքին կրողներ։ Ինչու եմ ասում կյանքին, որովհետև կյանքը անձ է, լույսը անձ է, ճանապարհը անձ է, փրկությունը անձ է, կյանքի հացը անձ է, մեր Հիսուս Քրիստոսն է։ Մենք ապրում ենք այսօր։ Եթե բացես բառարանները քրքրես, ապրելի կողքը գրված է ֆիզիկական գոյություն։ Մարդը շնչում եւ արտաշնչում է, ստեղծագործում է, արարում է եւ չի գնում այն ամենակարևորին, որովհետև այս աշխարհը չի ուզում ընդունի, որ մենք ոչ միայն մարմին ենք, այլ նաև հոգի ենք։ Այս մարմինը հողել կդառնա, բայց այն, ինչ որ հավիտենական է ու մեր ներսում է ու չի երևում ու որ մենք ենք, կանգնելու է մի օր դատաստանի Աստծո առաջ հաշվի ու պատասխանի։ Նորից եմ հարցնում, ապրում ենք։ Հալելույա։ Ապրում ենք։ Ամեն, Փառք Հիսուսին։ Երբ որ մարդկանց հարցնես, մարդկանց մոտ ապրելը տարբեր ձև է ընկալվում։ Մեկը ապրում է, եթե ունի ֆինանսական հաջողություններ, ապրում է, եթե ունի լավ տուն, լավ հագուստ, տեսակ, գուցե մեկի համար բրենդներ։ Մեկը ապրում է, երբ որ հասկացված է։ Մեկը ապրում է, երբ որ ինքն իրեն ազատ ազգում, ոչ մի բանով կապված պիտի չլինի ու ոչ մի պարտականություն էլ պիտի չունենա։ Իսկ մյուսն էլ ապրում է իր ընտանիքի հետ։ Ապրում է, երբ որ երեխաներ ունի, ապրում է, երբ որ ինչ-որ պարտականություններ ունի, այո, զոհեր էլ ունի, բայց նաև այդ քաղցր երջանկություններ ունի։ Ու երբ որ մարդկանց հարցնես, ձեզանից յուրաքանչյուրին էլ որ հարցնենք, ինչ է ապրելը, յուրաքանչյուրս էլ մի բան կգտնենք ասելու, ինչ է մեզ համար ապրելը։ Բայց ուզում եմ մի օրինակ բերեմ։ Մի ծառայող աղոթքի ժամանակ տեսիլքի մեջ տեսնում է Հիսուսի ձեռքերը պարզած։ Տեսնում է երկու ձեռքերում էլ իր մորը, եւ աջ ձեռքում, եւ ձախ ձեռքում։ Մի ձեռքում մայրը տխուր, ջարդված, ճզմված, հուսահատված, հիվանդ, այսպես կյանքը կորած, գնալով հանգում է։ Մյուս ձեռքի ափի մեջ տեսնում է մայրը ուրախ, կենսախինդ, աշխույժ, առույգ, կյանքով լի, ու ծառայողը հարցնում է. «Տեր, ի՞նչ է սա նշանակում»։ Ու Հիսուսը պատասխանում է. «Սա մեկը քո մայրն է առանց ինձ, եւ մյուսը քո մայրն է ինձ հետ միասին»։ Եվ այստեղ ամեն Փառք Հիսուսին, Փառք մեր ամենակարող Տիրոջը, մենք ինչ ենք հասկանում, որ չկա կյանք առանց կյանքի։ Չկա կյանք առանց կյանքի աղբյուրի։ Չկան ջրդի անապատներ առանց ջրի աղբյուրների։ Չկա կանաչություն առանց արևի լույսի։ Ինչ եմ ուզում ասել, սիրելիներ, որ այսօր շատ բան է, որպես կին, որպես իգական սեռի ներկայացուցիչ, շատ բան են մեզնից ակնկալում ու մենք գնալով սպառվում ենք։ Այսպիսի մի կատակ կա, գուցե եւ տեսած լինեք, այսպես մի ցուցակ կա, մայր եւ հայր։ Մոր ցուցակի տակ, այսպես աղյուսակի տակ գրված է. «Մամ ինձ հաց կտաս, մամ հագուստս ուր է, մամ դասս կգաս անենք, մամ մի հատեսի կօգնես, մամ, ու տեսնում ես հոր աղյուսակի տակ, այսպես մի հատ հարց է գրած. Պապ, մաման ուր է»։ Ու երբեմն իրապես քեզ այդպես ես զգում, պապ, մաման ուր է։ Բայց ես բնավ չեմ ուզում պակասացնել տղամարդու դերն ու նշանակությունը, նրանց առաջնորդությունը, նրանց պատասխանատվությունը ու պայքարը լրիվ ուրիշ դաշտերում են։ Բայց մեզանից սպառվում է, մեզանից տանում է ամեն ժամանակ, ինչպես օրինակ էս հեռախոսը։ Հեռախոսը 100% լիցքավորում ունի, շատ լավ է, այնտեղ աշխատում են տարբեր հավելվածներ, տարբեր գործողություններ են անում, աշխատում ենք, մեկ էլ հնչում է ճակատագրական տադոն, մարդկոցը լիցքավորելու ժամանակն է։
Եվ եթե այս մարդկոցը լիցքավորման չդրվի, եթե այս մարդկոցը չմոտիկանա կյանքի աղբյուրին, դառնալու է 0 ու ոչինչ չի կարողանալու անել։ Մենք էլ մարդիկ ճիշտ է 0 չենք դառնում, չնայած 0 դառնում գնում ենք մինուս։ Սկսում ենք դժգոհել, տրտնջալ, նեղվել, նեղացնել, դառնանալ, երբ որ այդ լույսը պակասում է մեզնից։ Դրա համար ամեն ժամանակ ես մի երազ գուցե եւ պատմել եմ, տարիներ առաջ տեսնում եմ, այսպես ճանապարհով գնում եմ կիսա խավար, կիսալույս ճանապարհ է ու գալիս է մի ճամփաբաժան, որ պետքա բաժանվի ու լսում եմ Աստծո ձայնը, ասում եմ միշտ մնա իմ ջրերի մոտ, որովհետեւ չգիտես թե երբ կծարավես։ Սիրելիներ, միշտ մնանք Աստծո ջրերի մոտ, որովհետեւ չգիտենք երբ կծարավենք։ Եթե հեռու ես, մտածում ես կհասնեմ ջրի աղբյուրներին, ով գիտի, կհասնես ջրի աղբյուրներին։ Կհասնես նորից կյանքով լցվելու, դրա համար միշտ Աստծո կյանքը մեր մեջ ունենալով, մեր մեջ կրելով, շարժվենք առաջ։ Սիրելիներ, կյանք, ինչու ենք այսպես շատ կյանք ասում մենք, ապրել, կյանքին ունենալ։ Դա որոշվեց Եդեմի պարտեզում։ Եվա նշանակում է, երբ որ ամեն ինչ կատարվեց, Ադամն ասում է իր կնոջ անունը Եվա դրեց։ Եվա թարգմանաբար ասում է, որովհետև նա եղավ բոլոր կենդանյաց մայրը, կենդանիների, ողջերի մայրը։ Ու Եվա թարգմանաբար նշանակում է կյանք տվող եւ ապրող։ Մեկը ով ապրում է, ոչ միայն ապրում է, այլ նաեւ կյանք է տալիս։ Մի այսպիսի կատակ կա, տարիներ առաջ, երբ որ մենք եկեղեցում կավեենի թիմներ գործում, քանիսն են հիշում։ Կատակ արեցին, այսպես հարցի է կանգնած, մեկը, որ այդքան էլ չի փայլում աստվածաշնչյան գիտելիքներով, հարց են տալիս, առաջին հարցը հնչում է, ով էր առաջին մարդը, ասում է Ադամը, այսպես գոհ իրենից, ասում է, ո՞րն էր Ադամի պատիժը, ասում է, Եվան, ինչ Եվա, ասում է, Եվան չէր պատիժը, ասում է, Եվ Ադամի պատիժը Եդեմի պարտեզից արտաքսվելն էր, ասում է, ես ինչ ասեցի, ասում ասեցիր Եվա, ասում է, հա, Եվա նշանակում է Ադամի արտաքսվելը Եդեմի պարտեզից, ասում է, որտեղից գիտես, ասում է, անձնական եբրայերենից, իր անձնական եբրայերենից, ես մի ուսուցչուհի ունեի, կենսաբանության ուսուցչուհի, կին էր, ուսուցչուհի, կին, ասում էր Եվայի ցեղ, պիտի վառես Եվայի ցեղին, ու ես նայում եմ, բայց դու ես Եվա, դու ես Եվայի ցեղից, ու այսօր մարդիկ, որ ասում են Եվայի ցեղ, հասկանում են այն վտանգներն ու վնասները, որ եկել է Եվայի ցեղից։ Դե հիմա ինչ եղել է, արել ենք, մենք ենք սխալվել, ու այսօր որ ասում են եկեղեցիներում մեծամասամբ առաջինը ապաշխարում են կանայք։ Ես էլ ասում եմ շատ օրինաչափ է, մենք ենք առաջինը կերելա պտուղից, մենք էլ պիտի գանք, հետո տղամարդը կգա։ Այսպես սիրելիներ, կատակը մի կողմ, այսպես, բայց մենք ստեղծված ենք Եդեմի պարտեզում հենց, որոշվեց մեր գործառույթը, մեր ֆունկցիան, Աստված ասեց հարմար օգնական շինեմ Ադամին, եւ որոշվեց նաեւ մեր նշանակությունը, որն է մեր նշանակությունը, կյանք տալ, կյանք ապրել եւ կյանքով լցնել։ Սա է մեր նշանակությունը, սիրելիներ, մի ծանոթ ունեինք, ընկերներ, ծառայողներ, պատմում էր իր վկայությունը այդ կինը, թե ինչպիսի մանկություն է ունեցել, ինչ փորձությունների մեջով է անցել, դժվար վերքերով, ասում է, երբ որ Հիսուսը ինձ գտավ, ես սկսեցի նկատել երկնքի կապույտը։ Ես սկսեցի նկատել թռչունների դայլայլը, ինչ գեղեցիկ է բնությունը, երբ որ Հիսուսը մեզ գտնում է, մենք ապրում ենք, սիրելիներ։ Երբ որ մենք գտնում ենք Հիսուսին, մենք ապրում ենք, ուրիշ ձև հնարավոր չի, եթե ուզում ենք ապրել, պետքա կյանքին ունենանք։ Եթե ուզում ենք կյանք տալ, դու չես կարող տալ այն, ինչ որ չունես։ Միշտ տալու ես այն, ինչ որ ունես, եւ միշտ պարտք ես մնալու, եթե սեր չունես, չես կարող սեր տալ, եթե քաղցրություն չունես, չես կարող քաղցր լինել մարդկանց հետ, եթե իմաստություն չունես, չես կարող իմաստուն վարվել, դրա համար պետք է ունենաս, որ տաս, չունենաս, ոնց տաս, մի բան էլ պարտք ես մնում, ես շատ եմ սիրում բնության մեջից օրինակներ քաղել, որովհետև բնության ամեն մի երևույթը ու ամեն մի դրվագը մեզ բան է պատմում։ Քանիսը ձեզանից գիտեն ֆոտոսինթեզի մասին, լուսասինթեզի մասին։
Ինչ է ֆոտոսինթեզը։ Սա մի process է, որ ապահովում է իմ եւ քո գոյություն ունենալը։ Ֆոտոսինթեզի արդյունքում բուսականությունը, որը համարվում է երկրագնդի թոքերը, շնչում, արտաշնչում ենք, չկա բուսականություն, չենք շնչելու ու արտաշնչենք, վերցնում է ածխաթթու գազը, նաև ջուրը, եւ այս երկուսի քիմիական այնտեղ process-ներ են գնում, արտադրում է թթվածին ու տալիս է թթվածին, սինթեզում է թթվածին։ Բայց այս process-ը կատարվում է մի հատ շատ կարևոր հանգամանքի արդյունքում՝ լույսը։ Դրա համար ինքը կոչվում է լուսասինթեզ, ֆոտոսինթեզ։ Եթե լույսը չլինի, ֆոտոսինթեզ տեղի չի ունենա։ Երկու փուլով է տեղի ունենում՝ լուսային եւ մութ փուլ։ Առաջին փուլում շատ կարևոր է լույսը։ Եթե լույսը չլինի, չի սկսվի։ Երկրորդ փուլը առանց առաջին փուլի չի սկսվի, որովհետև լույսի ազդեցությամբ ստեղծվում են երկու էներգետիկ մոլեկուլներ, էներգիա կրող, որ երբ որ լույս չկա, բույսը դա կօգտագործի այդ մոլեկուլները եւ ածխաթթու գազից կսինթեզի տարբեր օրգանական նյութեր։ Մենք էլ ուզում եմ ասել, սիրելիներ, մենք էլ ֆոտոսինթեզով կյանք չենք կարող տալ, եթե լույսը չլինի, եթե լույսը չծագի, եթե մեր կյանքում թթվածինը չի հերիքում, եթե խեղդվում ես, եթե կողքդ խեղդվում են, նշանակում է թթվածինը պակասել է, նշանակում է քո լույսն էլ է պակասում, որ դու չես կարողանում թթվածին տալ։ Ինչ ենք անում, վազում ենք լույսի աղբյուրի մոտ։ Ինչ ենք անում, վազում ենք լույսի աղբյուրի մոտ։ Ամեն, փառք Հիսուսին։ Ամեն։ Քրիստոսն է ճշմարիտ լույսը եւ ֆոտոսինթեզի ժամանակ կա մի շատ կարևոր ժամանակահատված, որ այդտեղ եթե շատացնես լույսը ու լույսի ինտենսիվությունը, process-ները կարագանան ու թթվածնի արտադրությունը կշատանա։ Շատացրու լույսը եւ կտեսնես ինչ կկատարվի քո կյանքում։ Դու ինքդ կլուսավորվես, դու ինքդ կկանգնես որպես լուսավորված եւ լույս կտաս աշխարհին։ Բայց մենք այս կյանքում ենք, չէ, ապրում, հենց սկզբում էլ ասեցի, նույնիսկ հավատացյալների բերանից լսում ես, որ գնանք տուն այլևս հանգստանանք, շատ են անարդարությունները, գնանք պրծնենք այս երկրից։ Գուցե այսօր առաջացել են ինչ-որ խոչընդոտներ, արգելքներ, որոնք կանգնել են քո եւ Աստծո միջև։ Գուցե էլ առաջվա սերը Աստծո նկատմամբ չես զգում։ Գուցե առաջվա նման, երբ որ ոտքերդ վազում էր եկեղեցի, Դավիթ թագավորն ասում է, երբ որ ասեցին ինձ գնանք Տիրոջ տունը, սիրտս ուրախացավ ու ցնծաց, գուցե էլ այդպես չի։ Ուզում եմ շատ ուշադրություն անենք մեր անձերին, սիրելի քույրեր, սիրելի աղջիկներ, սիրելի կանայք, որովհետև Հիսուս Քրիստոսը տվեց վերջին ժամանակների հատկանիշներից մեկը շատերի սերը կսառի։ Մենք տեսնելու ենք, որ շատերի սերը սառում է։ Եվ մյուս հատկանիշն էլ տվեց, ասեց, երբ որ գամ, արդյոք հավատք կգտնեմ, դու տեսնում ես, որ հավատքը պակասելու է, ում մոտ, աշխարհի մոտ, չէ, մեզ մոտ։ Մեր մոտ է սերը սառելու, երբ որ սերը սառում է, սկսում ես նկատել դիմացինի թերությունները։ Դիմացինին ես սկսում նկատել։ Երբ որ այդ խոչընդոտները հայտնվում են, ինչ պետք է անենք, երբ որ դառնանում ենք, ինչ պետք է անենք, երբ որ վշտանում ենք, ինչ պետք է անենք, երբ որ օդը չի հերիքում, ինչ պետք է անենք, երկու կերպար են վերցրել, երկու իրականություն, իրավիճակ, որոնք ստեղծվել էին աստվածաշնչյան երկու հերոսների կյանքում, մեկը կին, մյուսը տղամարդ։ Նրանք դառնացան, բայց չդառնացրեցին։ Վշտացան, բայց չվշտացրեցին, շատ հետաքրքիր է։ Կուզեմ միասին, բոլորդ էլ գիտեք, վստահ եմ, Աննայի պատմությունը Սամուել մարգարեի մոր պատմությունը, կարդում ենք առաջին թագավորած առաջին գլխում, Եղկանան ուներ երկու կին, Փենանան եւ Աննան։ Փենանան ուներ զավակներ, տղաներ, աղջիկներ եւ Աննան չուներ ոչինչ։ Եվ տարից տարի, երբ որ Եղկանան մատուցանում էր իր զոհը, ասում են նվերներ էր բաժանում, Փենանային, աղջիկներին, տղաներին, բայց Աննային կրկնակի էր տալի, որովհետև շատ էր սիրում։ Եվ Փենանան, ինչ պիտի աներ, ինչ է անում միջին վիճակագրական կինը, նախանձում է։ Նախանձում ու վշտացնում է։ Սկսում է վշտացնել, բայց
Ես տեսնում եմ, որ ոչ մի տեղ Աստվածաշնչում չի գրված, որ Աննան դարձավ վշտացրեց նրան։ Աննան դարձավ եւ կոնֆլիկտներ ստեղծեց, կռիվ արեց։ Ոչ մի տեղ չենք տեսնում։ Ու երբ որ երկրորդ գլուխը կարդում ենք, Աննայի օրհնության աղոթքը մենք պատճառը հասկանում ենք, որտեղ երբ որ երկրորդ գլուխը կարդում ես, տեսնում ես, որ Աննան Աստված ճանաչողություն եւ աստվածապաշտություն ունեցող կին էր։ Նա ճանաչում էր Տիրոջը, նա գիտեր Տիրոջ բնավորությունը, նա գիտեր Տիրոջ վարքը ու Տերը ինչ կանի, ինչ կարող է անել եւ ինչ է արել եւ ինչ է անելու։ Դրա համար մենք տեսնում ենք Աննայի գործողությունները։ Փենանան էլ 7-րդ համարից են կարդում, Փենանան էլ նույնպես վշտացնում էր եւ նա լաց էր լինում եւ չէր ուտում։ Եվ հետո Աննան ինչ անում, վազում է Տիրոջ տուն, թափում է իր սիրտը Տիրոջ առաջ։ 10-րդ խոսքը եւ նա աղոթք արեց տրտմալից հոգով դեպի Տերը եւ շատ լաց եղավ։ Աննան գիտեր վայրը վշտերը թափելու։ Աննան գիտեր ում մոտ պետքա վազի, Աննան գիտեր, որ պետք չի դառնացել եմ, ես էլ չպիտի դառնացնեմ։ Վշտացել եմ, ես էլ չպիտի վշտացնեմ։ Վիրավորել են, ես էլ չպիտի դառնամ վիրավորեմ։ Հեշտ է, սիրելի քույրեր, առաջինը ես կասեմ, հեշտ չի, բայց պետքա, բայց անհրաժեշտ է։ Եվ հետո հերիք չի վշտացած սրտով սիրտը թափում, ասում է, այնքան էր արդեն վշտացած, որ էլ ձայնը չէր ելնում, հեղի քահանան նստած տեսնում էր, որ Աննայի բերանը բացվում, փակվում էր, կարծես թե գինովցել է, հարբել է։ Հերիք չի այդ վշտի մեջ մի հատ էլ Աստծո ծառայողի հանդիմանությունը։ Հերիք չի ասում սրբախպղծությունով զբաղվես, արբեցողությունով։ Ու մտածում ես, մեզանից շատերի համար էդի երման ջուրել է, սառը ջուրել է, ինչ տեսակի ջուրել ասես է, որ հերիք չի դու վշտացած ես, մի հատ էլ քեզ համար հեղինակություն ծառայողից դու հանդիմանություն ես լսում, այն էլ որ չես հասկացել։ Ինչ կանեինք, մենք գուցե վիրավորվեինք, գնայինք, թողնեինք, հեռանայինք, Տիրոջ տունը չմտնեինք, բայց ինչ արեց Աննան, հեզությամբ պատասխան տվեց, հեզությամբ պատասխանեց, ասեց, չէ, կարդանք այդ տեղը։ Քո աղախինը 15-րդ համարից եւ Աննան պատասխանեց ու ասեց. ոչ, Տեր իմ, ես վշտացած սրտով մի կին եմ եւ գինի կամ ցքի չեմ խմել, այլ իմ սիրտը բացել եմ Տիրոջ առաջ։ Քո աղախինը չար կին մի կարծիր, որովհետեւ իմ վշտերի եւ նեղության շատության համար մինչեւ խոսեցի։ Մենք տեսնում ենք Աննայի հեզությունը։ Մենք տեսնում ենք անտեղի մեղադրանքին, հեղինակության կողմից եկած մեղադրանքին, հանդիմանությանը Աննայի հեզությունը։ Եվ կարծում եմ, որ հենց Աննայի այս սրտի դիրքը Աստծո ծառայողի, իրավիճակների, նույնիսկ Փենանայի նկատմամբ պատճառ դարձավ նաև իր պատասխանին, իր աղոթքի ու հրաշքի պատասխանին։ Այն ժամանակ Հեղին պատասխանեց եւ ասեց. գնա խաղաղությամբ եւ Իսրայելի Աստվածը տա քեզ քո խնդրածը, ինչ որ նրանից խնդրեցիր։ Եվ նա ասեց. քո աղախինը թող քո առաջին շնորհք գտնի, եւ կինը գնաց իր ճանապարհը, կերավ եւ երեսը այլևս տրտում չէր։ Չունի պատասխան, դեռ չունի երեխա, դեռ չունի իր փափակը, բայց ասում է գնաց, կերավ ու այլևս իր սիրտը տրտում չէր։ Այսպես կարող է վարվել միայն հավատքի կինը, հավատքով վարվող եւ հավատքով օրհնությունը վերցրած կինը։ Որովհետև եթե նա չհավատար, որ այլևս պատասխանն ունի, նրա մեջ լուծումը չէր գա, նրա մեջ Աստծո խաղաղությունը չէր գա։ Սիրելիներ, մենք յուրաքանչյուրս ունենք մեր լացի տեղերը այսօր։ Մենք գուցե լացում ենք մեր ամուսինների համար, գուցե լացում ենք մեր երեխաների համար, գուցե լացում ենք ինքներս մեզ համար, գուցե լացում ենք անցյալի վշտերի համար, դառնությունների համար, որ այսպես երկաթյա շղթաներով բռնած չեն թողնում, որ դու առաջ գնաս։ Մենք լացում ենք Տիրոջ առաջ։ Երանի մեզ, եթե լացենք Տիրոջ առաջ, որովհետև այնտեղից է լույսը, որովհետև խաչից է փրկությունը, որտև այնտեղ է փոխանակության վայրը, երանի թե մեր լացելու տեղերի ժամանակ ոչ թե դառնանք եւ վշտացնենք մեր կողքիններին, որ ասում է ինքն էլ իր նեղությունից չգիտի ինչ է անում, աչա կպնում, ձախա կպնում, չվարվենք այդպես, այլ Աննայի նման, վազենք Տիրոջ մոտ, մեր սիրտը թափենք ու ներսով լինենք հեզ։ Շատ կարևոր Աստվածաշունչը թղթերում Աստված ասում է,
այլ ներսի մարդը, ծածուկ մարդը հեզ ու հանդարտ հոգու անեղծությամբ։ Այս 3 հատկությունները՝ հանդարտ, հեզ եւ հոգու անեղծությամբ։ Ինչ որ անենք հանդարտ, հեզ ու հոգու անեղծությամբ։ Մեր չափանիշները սրանք պետքա լինեն։ Այնտեղ մի քանի խոսք վերև ասում ա չլինի ձեր մազերի զարդարանքը, հյուսելը, արտաքին զարդարանքը, ու շատերը կարծում են, թե Աստված դեմ է սրան, ամեն ինչ պարկեշտության եւ առաքինության մեջ շատ գեղեցիկ է։ Բայց Տերը ուզում է մեր ֆոկուսավորումը, մեր կենտրոնացումը փոխի, որ եթե մենք ժամերով 40 րոպե մանավանդ, երբ որ պատրաստվում ես քարոզի, որ պիտի բեմ ելնես, կանգնում ենք հայլու առաջ, նայում ենք, շտկում ենք, դզում ենք, դասավորում ենք եւ այլն։ Նամանավանդ որքան ավելի մեր կենտրոնացումը, մեր ներսի մարդը պետքա լինի։ Հեզ ու հանդարտ, հոգու անեղծությամբ, որ ասում է, սա շատ թանկագին է Տիրոջ առջև։ Երկրորդը Դավիթ թագավորը։ Երկրորդ թագավորաց 22-րդ գլուխը, երբ որ ես կարդում էի, երբ որ ես լցվում էի հայտնություններով, այսպես շատ ինձ համար ճակատագրական եղավ Աստծո վերաբերմունքի, Դավիթ թագավորի սրտի դիրքի եւ ընդհանրապես գործողությունների մասին։ Երկրորդ թագավորաց 22-րդ գլուխ 5-րդ խոսքում Դավիթն ասում է, որովհետև մահվան ալիքները ինձ պաշարեցին, կորուստի վտակները ինձ տագնապեցրին, դժոխքի լարերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ առջևն առան, այսինքն իմ առջևս կտրեցին։ Տեսնում ես, որ Դավիթ թագավորը 4 կողմից սեղմված է։ Գուցե ֆիզիկապես, գուցե էմոցիոնալ զգացական դաշտում, գուցե ֆինանսապես, նյութապես, գուցե այս ամենը միասին դու տեսնում ես, որ Դավիթ թագավորը գտնվում է փակուղի վիճակում ու ասում է իմ նեղության մեջ 7-րդ համարը Տիրոջը կանչեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի եւ նա լսեց իմ տաճարից իմ ձայնը եւ իմ աղաղակը նրա ականջին հասավ ու երբ որ կարդում ես, սիրելի քույրեր, կխնդրեմ, երբ որ գնաք տուն, մի հատ այս գլուխը ուշադիր կարդացեք։ Երկրորդ թագավորաց 22:22 Շատ հեշտ է հիշելը, թե ինչպես է Աստված արձագանք տալիս իր ծառայի աղաղակին, ես ապշած եմ։ Նկարագրում է, թե ոնց է Աստված սասանում երկիրը ու իջնում ներքև, նստում քերովբեի վրա ու իջնում ներքև, ոնց է նրա աչքերի հայացքից կայծակներ են թռնում։ Այստեղ ասում է, նրա քթից 8-րդ համարը այն ժամանակ երկիրը սասանվեց եւ դողաց երկնքի հիմունքը սարսվեցան եւ սասանվեցին, որովհետեւ նա բարկացավ։ Նրա քթից ծուխ ելավ, նրա բերանից մաշող կրակ, կայծակներ փայլատակեցին նրանից, նա խոնարեցրեց երկինքը եւ իջավ։ Եվ մեկ կար նրա ոտքերի տակ ու այսպես շարունակում է 17-րդ համարը Բարձրից ուղարկեց ինձ բռնեց եւ ինձ դուրս քաշեց շատ ջրերից, ինձ ազատեց զորավոր թշնամուցս, ինձ ատողներից, որ ինձանից ուժեղ էին, եւ նա ինձ մի լայնարձակ տեղ հանեց, ինձ փրկեց, որովհետեւ ինձ հավանեց։ Ու Դավիթ թագավորը տալիս է հաջորդ բաժինը։ Տերը ասում է, եկավ օգնության, ինձ հանեց, դրեց մի լայնարձակ տեղ, որովհետեւ ինձ հավանեց ու նկարագրում ասում է, որովհետեւ ես նրա պատվիրանները Գիշեր ու ցերեկ իմ աչքի առաջից չէի հեռացնում, ես նրա ճանապարհով էի գնում, ես արդարություն էի անում ու այնտեղ ասում է դու արդարի հետ արդար ես, սուրբի հետ սուրբ ես, ծուռի հետ էլ ծռվում ես։ Ու Դավիթ թագավորն ասում է քեզանով ով Տեր, կվազեմ գնդերի վրայով, քեզանով ով Տեր, իմ Աստծով ես պարիսպը կանցնեմ։ Պարիսպներ են բարձրացել մեր առաջ, աղաղակել ենք Աստծուն, հավատանք, որ նրանով էլ կանցնենք։ Մահվան ջրերն են պատել, որոգայթները, տեսնում ես, թակարդները, ներսում, դրսում, ամենտեղ, տեղեր, որտեղ չէիր սպասի, նույնիսկ գուցե անգամ երևակայել, անգամ չէիր կարող, ինչպես Հովսեփը, սեփական իր հարվածը եկավ սեփական եղբայրներից։ Դավաճանությունը եղբայրներից ապրում էր, ինչ էր անում, ուրախանում էր Տիրոջ տված տեսիլքներով ու երազներով։ Ինչ արեցին, վաճառեցին ստրկության։ Հələ այդ լավն է, ուզում էին սպանեին, մի եղբայրը համոզեց, ասեց չսպանենք։ Գուցե մեզ հետ այսպես են վարվում։
ասում տիրոջով կվազեմ գնդերի վրայով։ Եվ մի բան է իմ ուշադրությունը գրավում, որ Աստված ոնց է գործում։ Չի ասում վերացրեց, ոչնչացրեց, փշրեց իմ թշնամիներին։ Ասում է ինձ բարձր տեղ հանեց մի ընդարձակ տեղ։ Ասում է իմ ձեռքերը վարժեցրեց պատերազմի։ Ու հիմա ասում է ես երկաթյա աղեղն եմ ձգում։ Լարավորը չէ, երկաթյա պղնձյա աղեղն եմ ձգում, ինչքան ուժ պետք է ունենաս։ Ասում է Տերը թխրովեցրեց իմ թշնամիներին, իմ թշնամիների կռնակը մեջքը դեպի ինձ դարձրեց։ Ասում եմ հիմա ես իջել եմ ու իրենց փշրում եմ։ Ինչ է անելու Տերը։ Շատ անգամ մենք մայրերս ինչ ենք անում, մեր երեխաների տեղը հարցերը չենք լուծում։ Ասում ենք գնա դու պիտի լուծես, խորհուրդներ ենք տալիս, լացն ենք լսում, նեղվածությունն ենք լսում, մեղադրանքն ենք լսում, դու մեզ չես սիրում, չես օգնում, բայց գիտես, որ դա հենց կատարյալ սիրուց է նրանց հանդեպ, որ իրենք անեն, իրենք սովորեն։ Ու նույնը Աստված, երբ որ մեր թշնամիների հարցը դու տեսնում ես դեռ կան, բայց Տերը քեզ հանում է մի բարձր ու ընդարձակ տեղ ու ձեռքերդ վարժեցնում է պատերազմի։ Ու ասում է դե գնա հիմա ու հարցերդ լուծի իրանց հետ։ 34 համարը նա հաստատեց իմ ոտքերն ինչպես եղջերուինը եւ իմ բարձր տեղերի վրա կանգնեցրեց ինձ, նա սովորեցնում է ձեռքերս պատերազմի ու իմ բազուկները լարում են պղնձի աղեղը եւ դու տվիր ինձ քո փրկության վահանը եւ քո պատասխանելը մեծացրեց ինձ, իմ թշնամիների մեջքը դեպի ինձ տվեցիր եւ ես նրանց հոսեցրեցի, ասում եմ, նայում եմ չկան։ Այն թշնամիները, որոնցից սարսափած ահասարսուր Դավիթ թագավորը կանչում էր Աստծուն, ասում է հիմա չկան։ Այն թշնամիները, որ իրանից ուժով ավել էին, քանակով ավել էին ու վախեցնում էին իրեն, Դավիթն ասում է, էլ չկան, որովհետև ես փշրեցի, ջարդեցի ու փոթորիկն էլ իրանց ցրիվ տվեց։ Ու այստեղ փառավորվում է Տերը, երկու անձնավորություն։ Մեկին պատում են մահվան վտակները, մյուսը դառնացած ու վշտացած է մինչև հոգու խորքը։ Ինչ են անում, երկուսն էլ գիտեն Տիրոջ տեղը։ Երկուսն էլ գիտեն ուր վազեն։ Երկուսն էլ գիտեն ուր գնան։ Սիրելի քույր, եթե դու ես վիճակում ես, եթե թվում է լույս չկա, հույս չկա, տեղ չկա, ուժ չկա նորից, մենակ մի բառ Հիսուս Քրիստոս անունը, որ քեզ կփրկի ու կապրեցնի, իրապես կապրեցնի, երբ որ իր կյանքը քո մեջ կդնի, դու կսկսես շնչել, երբ որ իր խաղաղությունը մեր ներսում լինի, անկախ ամեն իրավիճակից, մենք կսկսենք ապրել, մենք ապրում ենք, երբ որ Տիրոջ խաղաղությունը մեր ներսում է, մենք ապրում ենք, երբ որ Տիրոջ սերը մեր ներսում է, մենք ապրում ենք, երբ որ Տիրոջ ուրախությունը մեր ներսում է, մենք ապրում ենք, երբ որ Տերը մեր ներսում է, մենք ապրում ենք, երբ որ երկինքը մեր ներսում է, որովհետև Կորինթացիների մեջ մեզ կոչում է Տիրոջ տաճարները, Սուրբ Հոգու տաճարներ։ Դուք Սուրբ Հոգու տաճար եք, դուք բանտարկության վայրեր չեք։ Մի համար կա Առակացի մեջ 18-19-րդ համար Առակաց 18-րդ գլուխ 19 վիրավորված եղբայրը ամուր քաղաքից պինդ է եւ վեճերը Բերթի Նիգերի նման են նրա համար։ Ամուր քաղաք ասում եմ, քաղաք, որ անառիկա չես առնի նրան, այդպիսին է վիրավորված եղբայրը, այդպիսին է վիրավորված մարդը եւ այս Նիգերը, երբ որ նայում ենք շատ անգամ մենք կարիք ունենք բառարան բացելու, հասկանալու այս Նիգը ինչ է։ Նիգը ներկայացնում է որպես երկաթյա փայտե կամ փայտե լծակներ, որոնցով ծանրություն են բարձրացնում։ Եվ երկրորդ իմաստը երկաթյա ձողեր, որոնք դռան ետևից գցում ես եւ փակում ես դուռը։ Վիրավորանքի ժամանակ ոչ ոք չի կարող բացել դա, միայն դու ներսից կարող ես բացել։ Երբ որ ներման զորությունը մտնի մեր ներսը, դրա համար իրանք ներսից փակվող դռներ են։ Մյուսը ճաղավանդակներն է։ Երկաթյա այդ ճաղավանդակները, որոնք օգտագործում էին միջնադարում, պալատները, քաղաքները, պարիսպները, պատուհանները, անառիկ սարքելու, որ ոչ մի բան չթափանցի։ Ու այսպիսին է վիրավորանքը, երբ որ մենք դա կրում ենք մեր ներսում։ Ինչի է շատ շեշտադրված վիրավորանքը, որովհետև մենք տղամարդկանց շրջանում այս վիրավորվածության թեման այդքան ակտուալ չի, նկատել եք։ Մեր մոտ է ակտուալ, որովհետև մենք զգացական ենք,
Որովհետև մենք կողի ոսկորից ստեղծվեցինք, ասում են, չէ, սրտի մոտի ոսկորից դրա համար զգացական ենք։ Չգիտեմ իրականում այդպես է թե չէ, բայց մենք զգացական ենք։ Դրա համար զգացմունքային ոլորտը մեր շատ ավելի խոցելի է ու վիրավորվելն էլ մեզ համար 1-2 է։ Ու հասկանանք, որ Աստվածաշունչը հենց այդպիսի, եթե ունենք մի փոքր վիրավորանք մեր սրտում ու հարցերը չենք լուծում, մենք դառնում ենք այդ քաղաքի նման ու մեր դռներն ու պատուհանները ճաղավանդակներով, բանտարկված ենք մենք ու բանտարկված են այդ մարդիկ եւ դռները ներսից փակ։ Ոչ ոք չի կարող բացել, բացելու ենք միայն ես եւ դու։ Ու հստակ սիրելի քույրեր, երբ որ պատրաստվում էի, ես լսում էի Աստծո կանչը յուրաքանչյուրիս համար։ Եսայա 60-րդ գլուխը, առաջին համարից 3-ը։ Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը և մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը և նրա փառքը երևում է քեզ վրա։ Ման են գալիս ազգերը դեպի քո լույսը և թագավորները դեպի քեզ վրա ծագած պայծառությունը։ Ու երբ որ կարդում ենք ընդարձակ թարգմանությունը, հետաքրքիր էսպիսի շեշտադրումներ է անում։ Վեր կաց այն ընկճվածությունից և հյուծվածությունից, որոնցում քեզ պահում են հանգամանքները։ Վեր կաց դեպի նոր կյանք, լուսավորվիր, փայլիր, ճառագիր Տիրոջ փառքով, որովհետև լույսդ եկել է և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Ինչ է լինում, երբ որ հնչում է վեր կացի հրամանը։ Բանակում և տանը։ Վեր կացից հետո սկսվում է մաքրություն, դասավորում, վերադասավորում, որովհետև դու ամեն բան նորից պիտի մաքրես, նորից պիտի դասավորես իրենց տեղերը, ու երբ որ Տերն ասում է վեր կաց, նշանակում է, որ վեր կենալուց հետո մենք ունենք պարտականություն, մաքրություն, ներսի մաքրություն, մտքերի մաքրություն, գաղատացիների մեջ ասում է այն ինչ որ պարկեշտ է, այն ինչ որ առաքինի է, այն ինչ որ սուրբ է, այն ինչ որ ամբից է, անաղարտ է, դա մտածեցեք։ Մեր մտքերը, մաքրություն մեր մտքերը, մաքրություն մեր սիրտը, մաքրություն մեր գործերը։ Պողոս առաքյալը երբ որ գրում ասում է ձեզ համար ուղիղ ճանապարհներ շինեք, ասում է, որ երբ որ կաղն ու կաղը գա, չգլորվի, այլ մանավանդ որ բժշկություն ստանա։ Այսինքն որպես քույրեր, որպես Աստծո զավակներ, որպես ծառայողներ, մենք պարտավոր ենք ուղղակի մեր ճանապարհները այնպիսին լինեն, որ երբ որ մի կաղ մարդ չի ասում է առողջ մարդ, ասում է հիվանդությունով մարդ, թերությունով մարդ, որը քայլելու խնդիր ունի, երբ որ հայտնվի քո ճանապարհին, չգլորվի, չգայթակղվի, չընկնի քո վարքից, քո խոսքից, քո նիստուկացից, քո տալ առնելուց, քո շփումից, քո հարաբերություններից, այլ ասում է ոչ միայն չգլորվի, այլ նաև ասում է բժշկվի, կյանք փոխանցենք նրան։ Սա է մեր պարտականությունը, սիրելի քույրեր, ու այսօրվանից հետո, երբ որ կասեն եւ այ ցեղ, այ թող իրանք նկատի ունենան ցեղ, որը որ կյանք է տալիս։ Ցեղ, որը որ լուսավորում է։ Ամեն։ Եվ այ ցեղ, որը որ ապրում է եւ ապրեցնում է։ Թող մենք այսպիսի զավակներ լինենք, որովհետեւ ասում է վեր կաց լուսավորվիր, ահա խավարը ծածկել է, տեսնում ենք մառախուղ ազգերը, շփոթություն ամենտեղ, մտքում, կամքում, զգացմունքներում, որոշումներում, ասում է, բայց քեզ վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քեզ վրա եւ ինչ են անում լույսին, գալիս են դեպի լույսը, ազգերը գալիս են դեպի քո լույսը, դու չխոսասել քո լույսին գալու են։ Դու չխոսասել քո քաղցրությանը, քո սիրուն, քո վերաբերմունքին մարդիկ գալու են, այսպիսի մարդու կողքը մենակություն չկա, եթե Սուրբ Հոգին չի առաջնորդում անապատ։ Այսպիսի մարդուն միշտ գալիս են, միշտ հաճելի է նրա հետ, որովհետև նա տալիք ունի, նա ասելիք ունի, նա փոխանցելիք ունի, կյանք ունի փոխանցելու։ Վեր կենանք, վերարժևորենք մեր կյանքերը։ Եթե նստած ես այստեղ ու մտածում ես, որ չորացած, վերջացած եմ։ Ով ասես կյանքիս միջով, անցել, գնացել է։ Եկել են ոտքերը, մաքրել են ու գնացել են։ Ցեխոտած, փոշոտած, տրորված նստած եմ ես։
երկու համար։ Հոբ 14-րդ գլուխ 8-ից 9-րդ համարները։ Թեև նրա արմատը հողում ծերացած լինի, և նրա բունը մեռած լինի փոշու մեջ, ջրի հոտից անգամ էլի կծաղկի և ճյուղեր կարծակի նոր տնկվածի պես։ Նույնիսկ եթե մտածում ես հույս չունես, փշրված ես, արմատդ հողում արդեն չորացել է, գուցե այստեղ նաև Տերը տարիքների նկատի ունի, որ մտածում ենք տարիքս մեծացել է, սիրելի տարիքով կանայք, դուք այնքան մեծ գործ ունեք անելու, մեզ համար նույնպես, ձեր աղոթքներով ծածկելու մեր թիկունքը, որ ավելի գնանք, որ ավելին անենք, ձեր աստվածապաշտությունով և այրասիրությունով և որդեսիրությունով սովորացնելու մատխաշ հարցներին այրասիրության և որդեսիրության, ինչպես Պողոս առաքյալն ասում է։ Եթե կարծում ես, որ քո բունը մեռել է այլևս փոշու մեջ, ասում է, ջուրը չէ, ջրի հոտը անգամ բավական է, որ նա նորից ծաղկի և ճյուղեր արձակի։ Ես մի տեսահոլովակ եմ պատրաստել, կարճ, շատ կարճ, կուզենամ միասին նայենք։ Երբ որ ես տեսա, սա շատ խորհրդանշական էր։ Թող անձայն ես պտտվի ես տեսահոլովակը մեր աչքի առաջ, ինչ էր կատարվել, շատ անսովոր մի երևույթ։ Շատերը կարծում էին, որ սա հրաշք է, սա ինչ-որ մի գերբնական երևույթ է, ծառից ջուր է դուրս գալիս, ծառը լացում է, ծառը հուզվել է, բայց սա ունի ընդամենը մի գիտական պատճառ, ծառը միացել է ջրի աղբյուրին։ Ուղղակի ջրի աղբյուրները, ինքը միացել էր ջրի աղբյուրին ու ջրի աղբյուրը սկսել էր իրենով հոսել։ Ու խնդրում եմ, մի հատ նայեք իր շրջապատը։ Միթե այս ծառը ջրի կարիք կունենա։ Միթե այս ծառի շուրջ գտնվող ամբողջ տարածքը հիմա այստեղ թվում է, թե ծառը, տեսեք, տերևներ չկա, եղանակը այն չի, մի քիչ սառն է եւ այլն, բայց երբեք ոչ նա եւ ոչ էլ նրա կողքինները ջրի կարիք չեն ունենա։ Նրանք նա միշտ մատակարար է, սա մեր կենդանի Հիսուս Քրիստոսն է, ով որ հավատաց, նրա փորից կենդանի ջրի աղբյուրներ կբխեն։ Ուրեմն այսօր սիրելի քույրեր, թող բխեն այդ կենդանի ջրի աղբյուրները մեր փորից, մեր ներսից, մենք միացած լինելով Հիսուս Քրիստոս անոթին, մաքրելով բոլոր խոչընդոտները այս ճանապարհին, կատարյալ միացած լինելով, ինչպես մի անոթ, որ թափանցիկ, պատկերացրեք մի խողովակ, թափանցիկ խողովակ, ջուրը հոսում է եւ դու դրել ես ջրի մեջ, նա ամբողջովին կորում է ջրի մեջ, բայց իր տերը այդ խողովակը թափանցիկ, որ ինքը էլ չի էլ երևում այդ ջրի մեջ, ուղում է տարբեր ուղություններով ու ոռոգում այն տեղերը, որտեղ կարիք ունեն։ Այս սրա համար են կանչված ես եւ դու այսօր, որ թափանցիկ կորենք Տիրոջ մեջ, ինչպես Պողոս առաքյալն ասում, ոչ թե մենք այլևս, այլ Հիսուս Քրիստոսը մեր մեջ իր ջրերը անարգել, անցնեն ու ոռոգեն, ով որ կարիք ունի։ Բժշկեն մեր ընտանիքները, բժշկեն մեր հարաբերությունները, բժշկեն երեխաների հետ հարաբերությունները, այս ջրերի կարիքը ունենք, լույսը եւ ջուրը, ինչի կարիք ունենք, մեր Տիրոջ կարիքը մենք այսօր ունենք։ Եվ մի խոսք էլ, Եզեկիել 47-րդ գլուխը 8-ից 9-րդ համարները։ Եվ ինձ ասեց, այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը, եւ իջնում են անապատը, եւ գնում են ծովը, դուրս են տարվում ծովը, որ առողջանան նրա ջրերը, եւ պիտի լինի, որ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է, այն ամեն տեղերում, ուր որ այս կրկնակի գետը գնում է, պիտի ապրի, եւ ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետեւ այս ջրերը այնտեղ պիտի գնան եւ նրանք պիտի բժշկվեն եւ ամենքը պիտի կենթանանան, ուր որ գետը գնա։ Ահա այս գետերը, Տիրոջ գետերը, որ սկիզբը առնում նրա աթոռից, պիտի քո միջոցով, սիրելիս, առանց բացառության, հենց քո միջոցով, որ դու նստած ես,
որ դու այսօր գուցե խավարի մեջ նստել ես, ճնշվել ես, ընկճվել ես, Տերն ասում է վեր կաց, լուսավորվի, սկսի դասավորությունները տանել, սկսի վերը արժևորել կյանքը, գործերդ, կյանքիդ նպատակները, իմաստները, ինչի վրա է շեշտադրում անում ժամանակավորները կանցնեն անժամանակների համար հաշիվ ենք տալու։ Հոգիների փրկություն, գլխավոր գերագույն նպատակ յուրաքանչյուրիս համար, ապրեցինք, պիտի ապրեցնենք։ Պիտի գնանք, մեր հարևանները, մեր բարեկամները, մեր տունը, մեր տեղը պիտի տեսնեն, կլինեն անկումներ, այո կլինեն անկումներ, բայց անկումներից հետո վեր կենալ էլ կա։ Գիշերից հետո ծագում է առավոտը, արևն էլ կա։ Մտնենք այդ արևի մեջ, մտնենք այդ լույսի մեջ, մտնենք այդ նոր կյանքի մեջ, որ Տերն ասում է, եւ միանանք այս ջրի, մեր կենդանի ջրի աղբյուրին, մեր Հիսուս Քրիստոսին, ապրենք ու ապրեցնենք։ Հիմա ապրենք, թե չապրենք։ Ամեն։ Ապրենք Հիսուսի համար։ Ապրենք, թող մեր կյանքի բոլոր քայլերը մի կշռով ընդամենը կշռվեն։ Ամեն բան Տիրոջից, Տիրոջով եւ դեպի Տերը։ Ուրիշ ոչ մի բան, այս 3 բանը մեր կյանքում որ ներկա լինի, մենք հավիտենության մեջ քնությունը շատ լավ կհանձնենք։ Կանգուն կմնանք, մեր ձեռքի գործն էլ կանգուն կմնա։ Եվ Պողոս Առաքյալն ասում է, եւ տրվի ձեզ այսպես առատությունով մտնել Տիրոջ արքայությունը։ Տրվի մեզ, որ այսպես առատությունն էլ հոգիների փրկություն է, էլ ինչ կա, ուրիշ ոչ մի բան։ Տրվի մեզ մտնել Տիրոջ տները, Տիրոջ սրահը եւ վայելել հավիտենությունը, լավ աշխատած։ Ուրեմն երբ որ քաոսը գա, երբ որ խուճապը գա, երբ որ տագնապը գա, եկ փառաբանենք։ Երբ որ վախերդ կպատեն, մտահոգություններդ կպատեն, եկ ընտրենք Տիրոջը եւ Տիրոջ հուսալը եւ Տիրոջ անունը կանչելը, որ ամեն ինչից վեր է։ Երբ որ խոր ջրերը կպատեն, կանչենք Տիրոջ անունը։ Մի այսպիսի շատ լավ երգ կա, ասում է դու ընտրեցիր խաչը, ես էլ ընտրում եմ քեզ։ Տերը ընտրեց խաչը ինձ եւ քեզ համար, մենք էլ ընտրում ենք մեր Հիսուս Քրիստոսին, թանկագին Տիրոջը։ Սիրելիներ, կուզեմ աղոթ կանենք իրար հետ։ Կուզեմ մեր կյանքի ոտքի կանգնենք մի պահ։ Մեր կյանքի բոլոր վնասված տեղերը, բոլոր լացի աղբյուրները, բոլոր լացի վայրերը, բոլոր փշրված տեղերը։ Երբ որ ես քարոզը քարոզում եմ, ես առաջինը քարոզել եմ ինձ, առաջինը լացել եմ ես, առաջինը քայլեր արել եմ ես։ Հիմա բոլորիս ժամանակն է։ Շտկելու ծռվածը, համապատասխանելու Աստծո խոսքին, ոչ թե խոսքը մեզ, այլ մենք խոսքին, միանալու լույսի աղբյուրին, միանալու ջրի աղբյուրին եւ այս գետը ուր որ գնա, կրկնակի գետը ուր որ գնա կյանք պիտի բերի։ Ու հիմա առաջինը այսօր հենց հիմա, հենց այս վարքյանին մենք աղոթելու ենք հենց մեզ համար, որ այս կենթանի ջրերը բխեն այլևս, որ այս կենթանի ջրերը մեզ նախ կենթանություն տան, որ մենք կարողանանք կենթանացնենք, նախ մեզ ապրեցնեն, հետո կարողանանք ապրեցնենք, մեզ բժշկեն, որ կարողանանք մենք էլ բժշկենք, որովհետև ինչպես մեր թանկագին Հովիվ Լուսինեն ասաց, որ եթե մենք վախեր, տագնապներ եւ վիրավորված տեղեր ունենք, որքան էլ ծածկենք, ծրարենք, գալու են հանգամանքները, դեպքերը, դեմքերը, որ դրանք երևալու են մեր ներսից ու թողնելու են իրանց ազդեցությունը։ Խնդրում եմ փակիր աչքերդ, խնդրում եմ նվագողը գա։ Մեր թանկագին Հայր, կանգնած ենք մենք քո առաջ, Տեր իմ Աստված։ Մենք բերում ենք քո առաջ մեր Աստված, մեր բոլոր խավար, կիսախավար տեղերը, բոլոր վիրավորված, փշրված տեղերը։ Քո խոսքն ասում է, Հայր, որ դու կոտրված եղեգին չես փշրում, որ դու հանգող պատրույքը չես մարում ու վերջացնում։ Դու փնչում ես քո կենթանության շունչը, դու փչում ես քո կյանքի հարության զորությունը, քո աղջիկների մեջ, քո հարության զորությունը թող այսօր վերականգնի
ամեն կոտրվածն ու փշրվածը Տեր, թող լուսավորի ամեն խավարածը Տեր իմ Աստված, երկաթյա նիգերի վրա քո ներման զորությունն ենք մենք հռչակում Տեր իմ Աստված։ Մենք ընտրում ենք ոչ թե վիրավորանքը, մենք ընտրում ենք քո ներումը, մենք ընտրում ենք ոչ թե մարդուց փախչելը, այլ մարդուն քո պես սիրելը Տեր իմ Աստված։ Մենք ընտրում ենք ոչ թե մեկուսանալ, ծածկվել, ծրարվել, մենք ընտրում ենք Տեր քո լույսով լուսավորվել ու քայլել դեպի ազգերը Տեր իմ Աստված, դեպի մարդիկ, որոնք փրկության կարիք ունեն, Հայր։ Մենք այսօր քո կարիքն ունենք մեր Տեր։ Մեր Սուրբ Հոգի, թանկագին Սուրբ Հոգի, մենք խնդրում ենք, որ դու շարժվես այս վայրում, որ դու լցնես ու բարձրացնես յուրաքանչյուրին Տեր, ամեն փակ դռների միջով խաղաղության Աստված, դու անցնող ես ու հայտնվող ես այնտեղ ու ասող ես, ահա խաղաղություն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհը, այլ իմ խաղաղությունն եմ տալիս քեզ։ Թող այսօր քո խաղաղությունը Տեր գա մեր անձերի մեջ, քո սրբությունը թող բարձրանա քո տաճարում Տեր իմ Աստված, քո աղջիկների կյանքում քո հեղինակությունը թող բարձրանա, թող այն գահից, որի վրա որ դու պետքա նստես ու դու պետքա իշխես Տեր իմ Աստված, թող այդ գահից Դագոնի կուռքի պես վայրը գնեն ու փշրվի ցանկացած ամեն բան, ինչ որ պետքա ընկնի Տեր իմ Աստված։ Եվ մենք խնդրում ենք քեզ Սուրբ Հոգի, գրավիր քո տեղը մեր կյանքերում։ Հիսուս, գրավիր քո տեղը մեր կյանքերում, մեր մտքի գահին, մեր կամքի գահին, զգացմունքների գահին, մեր մարմնի հոգու գահին, Տեր իմ Աստված, հոգի շունչ մարմին, նստիր գահին մեր Աստված, որովհետև քո գահի հիմունքը իրավունք ու ճշմարտություն է ու չկա անիրավություն քո մեջ Տեր իմ Աստված։ Քրեբրոսո շաբրենթե սեբրենթե ռեվաշայա բլեբրոշո բրոխրոդո սեմպրենթե կենտայա հիոլոբրո շեբրենթե բրելերեբեսայա ուր որ կրկնակի գետը գնա պիտի բժշկի, պիտի կենթանացնի ու խիստ շատ ձուկ պիտի լինի։ Ջրերի հոտից անգամ պիտի ծաղկեն քույրերս, թող ծաղկենք Տեր։ Քո ջրերի հոտը, թող քո ջրերը պատեն մեզ Տեր իմ Աստված։ Թող ողողեն մեր ներսը մեր Աստված։ Խնդրում եմ, թող գան փոփոխությունները, թող գան իրավիճակների փոփոխությունը։ Քո լույսը թող ծագի ամեն խավար տեղերի վրա Տեր, քո ազատագրությունն ու ազատագրումն ու փրկությունը թող կատարվի Տեր իմ Աստված ամեն ամրոցների ու բերդերի վրա, որ պահում է քույրերիս Տեր, պահում է մեզ խավարի մեջ Տեր իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի անունով մենք բարձրացնում ենք այսօր Տեր քո դրոշակները մեր կյանքի վրա ու ասում ենք Տեր մեր տարածքները քեզ են պատկանում իմ Աստված։ Մեր զավակները քեզ են պատկանում Տեր, մեր սերունդները քեզ են պատկանում Տեր, ուր էլ որ հիմա լինեն, մենք ընտրում ենք Տեր քեզ վստահել, մենք հանձնում ենք նրանց քո ձեռքերի մեջ Տեր, մենք հանձնում ենք ամեն մտահոգություն, վախ, քո ոտքերի առաջ Տեր իմ Աստված, քո համարձակության եւ սիրո եւ զգաստության հոգու մակարդակը թող բարձրանա այսօր այստեղ Տեր իմ Աստված եւ լցնի քո տունը քո կյանքով, քո կենարար ջրերով, քո հարության զորությունով, քո ղազարոսները թող դուրս գան գերեզմաններից իմ Աստված, թող քանդվեն պատանքներն ու կապանքները Տեր, Քրիստոս Հիսուսի անունով, նախանձի կուռքը թող վայր ընկնի քո տան մեջից Տեր, քո դռների մոտից թող վայր ընկնի եւ լինեն կյանքի դռները, եւ լինի ճշմարտության դռները, եւ լինեն Սուրբ Հոգու դռները կանգնեցրված Հիսուս Քրիստոսի անունով, ուր որ մտնում է կաղը եւ բժշկություն է ստանում, ուր որ մտնում է ծուռը եւ շինություն ու շտկում է ստանում, ուր որ մտնում է կույրը ստանում է տեսողություն Տեր։ Մենք քոնն ենք մեր Հայր, դու մերն ես մեր Տեր, թող քո թագավորությունը գա, ինչպես երկնքում քո կամքն է, այնպես էլ երկրի վրա քո կամքը լինի եւ քո թագավորությունը Տեր։ Ներիր մեզ Տեր, մեր հանցանքները, մեր ամոթալի տեղերը,
մեր ծածուկ տեղերը, Տեր, որ մարդու աչքից ծածկված են, բայց ոչ երբեք քո աչքերի առաջից։ Ներիր ու մաքրիր մեզ, մեր Հայր, Հիսուս Քրիստոս, քո արյունը, թող մեզ դարձնի ձյունից ջերմակ, և թող ապրելը մեզ իր գիրկը առնի, Տեր իմ Աստված, թող կյանքը մեզ իր գիրկն առնի, և մեր ներսը դառնա կյանք տվող պարտեզ, կյանքի ջրերից ջրեր հոսեցնող վայր, Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք փառք ենք տալիս քեզ, մեր Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, ամեն մի փոփոխության համար, որ կատարվում է այսօր այս վայրում։ Մտքերի, արժեքների, հայացքների փոփոխության, կյանքերի, շնորհակալ ենք, որ վայր են ընկնում ամրոցներն ու բերդերը քո ներկայությունից, քո ներկայության մեջ հալվում են սարերը, քո ներկայության մեջ, Տեր իմ Աստված, մեր արարիչ ու մեր Տեր, դու ընտրեցիր խաչը, մենք էլ ընտրում ենք քեզ, Տեր, մենք վերցնում ենք մեր խաչը ու գալիս ենք քո հետևից, ուրախ սրտով, հոժար սրտով, գոհությունով, փառաբանությունով, քո անունը մեծարելով, հաղթանակներով, Տեր, և նաև ծունկերի վրա ծնկած, քո առաջ, մեր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, քո նվողջ փառքը, քո նվողջ պատիվը և ողջ մեծարանքը, և Տիրոջ դուստրերը, որոնք լցված են նրա կյանքով, թող աղաղակեն, հալելույա, 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 փառքը լինի մեր Տեր, արարիչ, փրկիչ, լուսավորիչ, մեծացնող, բարձրացնող, կանգնեցնող, սրբող, մաքրող, մեր թագավորական բեհեզը մեզ հագցնող Աստծուն։ Հագիր թագավորական բեհեզը, սիրելի քույր, և ճառագիր իրա լույսով։